Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ազգային ժողովի նոր գումարման առաջին նիստը ամենայն հավանականությամբ կանցնի առանց ամենայն հայոց կաթողիկոսի մասնակցության։ Եթե այս տեղեկությունները հաստատվեն, ապա սա պարզապես արարողակարգային փոփոխություն չէ, սա քաղաքական որոշում է, որն արդեն իսկ բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության, հարգելի նախագահող, հարգելի պատգամավորներ և ներկաներ, հայրապետական մեր օրհնությունն ենք բերում ձեզ ազգային ժողովի 8-րդ գումարման անդրանիկ նիստի առիթով և շնորհավորում նորընտիր պատգամավորներիդ։ Այսօր մեր հայրենիք Հայաստանն ու Արցախը դիմակայում են արտաքին և ներքին լուրջ մարտահրավերների, հանդիման Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիայի ու ծավալապաշտական նկրտումների։ Հայրենական կյանքում ծառացած հիմնախնդիրները հաղթահարելու համար հրամայական է պետական, քաղաքական գործիչների և ողջ հասարակության համախմբումը, քաղաքացիական պատասխանատվության բարձր գիտակցությունը, համընդհանուր զգաստությունն ու բարեխղճությունը։ Բոլորիս փափագն ու ձգտումն է, մեր հայրենիքի անվտանգությունն ու առաջընթացը, խաղաղ և բարեկեցիկ կյանքի կերտումը, որը մեծապես պայմանավորված է նաև օրենսդիր մարմնի և ձևավորվելիք կառավարության գործունեությամբ։ Տասնամյակներ շարունակ անկախ Հայաստանի բոլոր գումարումների առաջին նիստերին ամենայն հայոց կաթողիկոսը հանդես է եկել օրհնության խոսքով։ Դա պարզապես ավանդույթ չէր, դա խորհրդանշում էր պետության և ազգային հոգևոր կենտրոնի միջև կապը, անկախ այն հանգամանքից, թե ով էր իշխանության ղեկին։ Այս անգամ, սակայն, այդ ավանդույթը կարծես ընդհատվում է։ Ըստ մամուլի հրապարակումների մայրաթոռը մինչ այժմ հրավեր չի ստացել։ Իշխող ուժում, ըստ այդ տեղեկությունների, պատրաստվում են հիմնավորել դա նրանով, որ օրենքը կաթողիկոսի մասնակցությունը պարտադիր չի դարձնում։ Իրավական տեսանկյունից դա ճիշտ է, սակայն քաղաքականության մեջ երբեմն շատ ավելի մեծ նշանակություն ունեն այն ավանդույթները, որոնք տարիներ շարունակ պահպանվել են անկախ օրենքի տառից։ Այս պատմությունն ունի նաև երկրորդ առավել ինտրիգային շերտը։ Վերջին օրերին շրջանառվում են տեղեկություններ, որ ազգային ժողովի առաջին նիստին կաթողիկոսի փոխարեն կարող է ներկա գտնվել կարգալույծ արված արամայից քահանա Թահմազյանը, նախկին հայր Թադեն։ Ինքը լրագրողների հարցին չի երգել այդ հնարավորությունը, պատասխանելով ընդամենը ժամանակը ցույց կտա։ Եթե այս տեղեկությունները հաստատվեն, ապա խոսքը այլևս միայն կաթողիկոսին չհրավիրելու մասին չի լինի։ Այդ դեպքում իշխանությունը փաստացի խորհրդանի առաջին նիստում կարող է ներկայացնել մի հոգևորականի, որը դուրս է հայ առաքելական եկեղեցու կանոնական համակարգից։ Եվ սա արդեն բացառապես քաղաքական հարց չէ։ Ինչ ուղերձ է փորձում փոխանցել իշխանությունը, արդյոք սա հերթական քայլն է մայրաթոռի հետ հակամարտությունը խորացնելու ուղղությամբ, թե փորձ ցույց տալու, որ պետությունն այլևս պատրաստ չէ հաշվի նստել եկեղեցու գործող ղեկավարության հետ։ Այս հարցերը պատահական չեն։ Վերջին մեկ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը բազմիցս հրապարակայնորեն քննադատել է Գարեգին II-ին, կասկածի տակ դրել նրա լեգիտիմությունը, պահանջել հրաժարական։ Դրան հաջորդեցին քրեական վարույթներ և սահմանափակումներ մի շարք բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ։ Մայրաթոռը դրան գնահատում է որպես քաղաքական ճնշում։ Այսպիսով կաթողիկոսին չհրավիրելը մեկուսացված որոշում չէ, այն տեղավորվում է իշխանության և եկեղեցու միջև արդեն ձևավորված բաց հակամարտության ընդհանուր տրամաբանության մեջ։ Սակայն սահմանադրությունը ոչ միայն ամրագրում է պետության և եկեղեցու տարանջատման սկզբունքը, այլև ճանաչում է հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի ազգային ինքնության, մշակույթի և հոգևոր կյանքի պահպանման գործում։ Այսինքն տարանջատումը չի նշանակում հակադրություն։ Ուստի այսօր շատերի մոտ հարց է առաջանում, արդյոք իշխանությունը պարզապես փոխում է արարողակարգը, թե փորձում է վերաձևակերպել պետության և եկեղեցու հարաբերությունների ամբողջ մոդելը։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասում է, որ Փաշինյանի և Գարեգին Բ-ի հակամարտությունը իր գնահատմամբ այլևս անձերի կամ քաղաքականության հարց չէ։ Նրա կարծիքով այն դարձել է անշրջելի գործընթաց, ուստի պետք է պայքարել ոչ թե դրա հետևանքների, այլ նոր իրավիճակում հայ առաքելական եկեղեցու և պետականության դերը վերաիմաստավորելու համար։ Այսօր պետք չէ պահանջել Փաշինյանից, որ ճանաչի Գարեգին II-ին։ Այդ փուլը իմ գնահատմամբ արդեն անցել է։
պետք է ոչ թե պայքարել արդեն բնական դարձած գործընթացի դեմ, այլ աշխատել հայ առաքելական եկեղեցու նոր բնական միջավայրը ձևավորելու ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը վաղուց այլևս ըստ էության քաղաքական տեղապահ է, հետևաբար գործում է այդ տրամաբանությամբ, ուստի պետք է մտածել ոչ թե տեղապահին, այլ տեղը փոխելու մասին։ Այդ բառի իհարկե ոչ ուղղակի, բայց առարկայական իմաստով։ Այս ամենին ավելանում է նաև մեկ այլ հանգամանք։ Նոր խորհրդանը սկսում է իր աշխատանքը մի իրավիճակում, երբ ընտրությունների լեգիտիմության վերաբերյալ քաղաքական վեճերը դեռ չեն մարել։ Ընդդիմությունը շարունակում է պնդել, որ հանրային վստահության լուրջ խնդիր կա, եւ հենց այդ ֆոնին է իշխանությունը հրաժարվում պահպանել պետական կարևոր խորհրդանիշներից մեկը։ Հետաքրքիր է նաև արտաքին քաղաքական ֆոնը։ Ընտրություններից շաբաթներ անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Չինաստանի նախագահ Սի Ցինփինը հրապարակային շնորհավորական ուղերձներ չեն հղել Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե դա չի նշանակում ընտրությունների արդյունքների չճանաչում, սակայն դիվանագիտության մեջ նման լռությունը նույնպես կարող է քաղաքական ազդակնկալվել։ Արդյունքում ձևավորվում է բավական խորհրդանշական պատկեր։ 9-րդ գումարվան ազգային ժողովը սկսում է իր աշխատանքը առանց կաթողիկոսի օրհնության, հնարավոր է կարգալույց հոգևորականի մասնակցությամբ, ներքաղաքական խոր բևեռացման եւ արտաքին հարաբերություններում առկա անորոշությունների պայմաններում։ Եվ վերջում թերևս ամենակարևոր հարցը, արդյոք սա պարզապես արարողակարգի փոփոխություն է, թե մենք ականատեսենք այն գործընթացին, երբ իշխանությունը հերթով հրաժարվում է այն խորհրդանիշներից, որոնք տարիներ շարունակ համարվել են հայկական պետականության անբաժանելի մասը։ Այս հարցի պատասխանը կտա ոչ միայն օգոստոսի 2-ի նիստը, այլև այն, թե ինչ հարաբերություններ կձևավորվեն իշխանության, եկեղեցու եւ հասարակության միջև առաջիկա ամիսներին։ Ֆրիդա Ղազարյան, Վահագ Մխիթարյան, TV News։